Մայիսի 26-ին Ֆրունզե Դոլացյանի ծննդյան օրն էր, նա ծնվել է երկուրյակներ համաստեղության տակ, մենք շնորհավորում ենք ձեզ, պարոն Դոլացյան, այսօր մենք ձեր տանն ենք, ձեր կողքին ձեր տիկինն է, տիկին Իրենը, եւ ես ուզում եմ մի փոքր զրուցել ձեզ հետ։ Նախ ինչպես եք։ Հիմա լավ եմ, արդեն ապաքինվել եմ, գտնվում եմ տանը, նույնիսկ այս ժամանակամիջոցում հասցրի գնալ Ֆրանսիա Մարսել իմ նոր ֆիլմի գործերով։ Պարոն Դոլացյան, շատ արվեստագետներ բաժանում են իրենց ստեղծագործական կյանքը փուլերի։ Դուք ինչպես եք այս հարցում։ Բաժանում եք ձեր կյանքը փուլերի, ստեղծագործական կյանքը եւ ինչ փուլերի եք բաժանում այն։ Կարեն սիրելիս, ես միշտ խուսափել եմ նմանատիպ հարցերից, ոչ թե ուզում եմ կեղծացնել իմ կենսագրությունը կամ կոկետություն եմ անում, այլ ոչ։ Ինձ թվում է, թե ես դրանով վերջակետ եմ դնում եւ իմ կյանքի վրա, եւ իմ ստեղծագործական կյանքի վրա, որովհետեւ երբեք չեմ մտածել այդ մասին, թեորիայի չեմ վերածել։ Դա երևի, եթե ես իմ ստեղծագործությունը որից եմ մի արժեք ունի, ուրեմն դա կզբաղվեն կինոքննադատները, կինոպատմաբանները եւ փուլերի կբաժանեն։ Քանի ֆիլմ եք նկարահանել։ Քանի ֆիլմ նկարել կարող ես հիշել։ Ինչքան։ 8-9, հաստատ չեմ կարող ասեմ։ Իսկ քանի ֆիլմերում եք խաղացել։ Ահա, առաջի անգամ որ դա այդ հրաշք աշխարհը, ես միշտ համարում եմ կինոն հրաշք աշխարհ։ Դավիթ Բեկ ֆիլմից։ Բեկ ֆիլմից, այո, Դավիթ Բեկ ֆիլմից, հետո Անահիտ ֆիլմը։ Դրանից հետո որոշ էպիզոդներ խաղացել եմ Մոսֆիլում, երբ որ սովորում էի կինոյի ինստիտուտում Մոսկվայում, շատ էինք ուզում որ մեզ նկարեն մի սպարս պատճառով, որովհետև ուսանողներ ենք, փող էր պետք ապրելու համար, բան եւ այլ, մենք դրա համար մասնակցում էինք, բայց հաջողվեց մի երկու տեղ նկարահանվել, քիչ թե շատ լուրջ գործեր։ Հետո դրանից հետո եկավ շուարմունքում կետը, որից հետո երկար ընդմիջում եղավ, նկարահանվեցի Սարոյան եղբայրներ ֆիլմում։ Սարոյան եղբայրներ ֆիլմից հետո, անկեղծ ասեմ քեզ Կարեն, ճիշտ ասած ինքս ինձ մեջ որոշել եմ, որ այլևս չնկարահանվեմ։ Բայց ահա եկավ մենավոր ընկուզենին, Սուրեն Հասմիկյանը միտեղ գրել է իմ մասին, որ Դոլացյանը թատրոնում հագավ մի շապիկ, որը կոչվում է դերասանական շապիկ։ Եվ հետագայում փոխելով պրոֆեսիան, ինչքան էլ ուզես պոկել իր կաշվի վրայից, հանել այդ շապիկը, գցել դեն չկարողացավ։ Երևի հիմքում այդ դերասանական աշխարհը, որ ես անցել եմ 10 տարի, էնել այնպիսի խոշոր, շատ խոշոր լեռների հետ, ինչպիսին իմ Փափազյանը, Հրաչյա Ներսեսյանը, Ավետ Ավետիսյանը, Դավիթ Մարյանը, Ջանիբեկյանը, մարդիկ, որոնք լեգենդ են այսօր ինձ համար թվում։ Գիտես ինչ, ես շատ եմ ցավում, որ մեր երիտասարդությունը գոնե իմանա դրանց մասին։ Ինչ է այնտեղ, հա։ Որտեղ եմ տեսել այս դեմքը։ Նայիր, ուշադրությամբ նայիր, լավ հիշիր այս դեմքը։ Հանդիպակաց կողմում հայտնաբերվել է մի նոր մարդ։
Լուսաբացին գետափինջերի չափումներ էր կատարում ինժեների հետ։ Ես համոզված եմ, որ դա այս գյուղի բնակիչ Աթանես Ղամբարյանն է, որին համարում եմ պատերազմում զոհված։ Դուք չեք սխալվում։ Չեմ սխալվում, ընկեր գնդապետ։ Դե ինչ, առողջ է աշխենը, սպասում է քեզ, Սեդան արդեն հարսնացու է։ Հարսնացու է։ Ինչպես եղավ, որ ես առաջի անգամ Փափազյանի հետ խաղացի Հորացիո։ Դա մի չտեսնված բան էր։ Ուրեմն Հորացիո խաղում էր Խաժակյանը, հոյակապ մարդ, հոյակապ դերասան Գարուշ Խաժակյանը։ Եվ այնպես ստացվեց, որ Փափազյանը, գիտես երբ որ բլոկադան վերջացավ պատերազմից հետո, Փափազյանը հնարավորություն ունեցավ գալ, նա այնտեղ էր ապրում, գալ Երևան հյուրախաղերի։ Եկավ Փափազյանը, նիհարած, հոգնած, բայց լավ էր, որ Փափազյանը եկավ, նույնիսկ այդ վիճակում, բայց դա տևեց մի քանի ժամ, հենց որ դուրս եկավ բեմ, Փափազյանը թռավ են Փափազյան աչքերը փայլեցին, փոքրացավ բեմ ինքը մի զոր մարդ եւ այլ եւ այլ։ Եվ երեկոյան պետք է խաղանք Համլետ, եւ հանգարց լուր եկավ, որ Խաժակյանը շատ ծանր հիվանդացել է։ Թարախային անգինայով պարկած է, հազիվ է պերանապացում, չի խոսում եւ այլ եւ այլ։ Հիմա այն ժամանակ էլ հոգուս մեղք էի անում, մեկ այդ մասին ասում եմ, հիմա էլ եմ անում, ասում եմ ուրեմն երևի Աստված ինձ հետ էր, որ Խաժակյանն հիվանդացավ։ Այդ սրբապղծություն է, չէ՞, ընկերոջդ ասես լավ որ դու հիվանդացել ես։ Չկա չարիք առանց բարիք։ Եվ պետք է Հորացիո չկա, բայց հայտարարված է, տոմսերը ծախված են, ժողովուրդը թափվել է, բան եւ այլն։ Դե սովորությունն է, այդպես էլ ինձ ասում էին շտապօգնություն, սկորի պոմշտապություն, բան դեմ, որ բոլոր պիեսները անգիր գիտեի։ Բոլոր պիեսները անգիր գիտեի եւ յուրաքանչյուր հարցը կարող ես Համլետ խաղալ։ Ասում կարող եմ առանց փորձի, նույնիսկ այսպես բաներ էի ասում։ Եվ էլի դիմեցին Հորացիո, խաղա մասի, առանց փորձի։ Բայց Փափազյանը պետք է փորձեր, որ մտներ ներկայացում են դրան, բախտս բերեց, ես մի փորձ ունեցա, մի փորձ։ 2 օր խաղաց Համլետ Փափազյանը։ Կարեն հավատացնում եմ քեզ, 2 օր, երկրորդ օրը ժամերն էի ես, ժամերի վրա էի աղոթում, որ ուշ վերջանա այս հեքիաթը, որ ես Փափազյանի հետ խաղում եմ Հորացիո։ Եվ ցավոք սրտի տատևեց 2 օր այդ հեքիաթը, այդ գեղեցկությունը։ Հետագայում ես Փափազյանի հետ շատ եմ խաղացել։ Խաղացել եմ Լոդովիկո, Օթելոյում, Կասիո։ Լոդովիկոն, ինչպես գիտեք, Օթելոյում դա մեծ պաշտոնյա է, շատ մեծ պաշտոնյա է, այսինքն պաշտոնավարվի բարձր է, քան Օթելոն։ Բացի դրանից, ինչպես հիշում ես, Լոդովիկոյի մասին ասում են, որ նա այնպիսի մի գեղեցիկ տղամարդ էր, որ վերինտիկի բոլոր կանայք սիրարված են։ Ուրեմն սա ազնվորություն էր ամեն ինչով։ Երբ որ ես մոտենում եմ եւ հրամայում եմ Օթելոյին, որ թուրը անձնի, Փափազյանը ասեց մանչես։ Դու գիտես թե Լոդովիկոն ով է, ասում գիտեմ վարպետ։ Գիտես որ պաշտոնում իզնից մեծ է, ասում գիտեմ վարպետ, իհարկե իզնից մեծ է։ Դե շանտա ուրեմն պաշտոնում մեծ եղել իզնից, ինչ ես խնդրես այսպես բաներան։ Հա, փորձեմ, իհարկե փորձեմ։ Հետագայում Խաչիկ Եսայանը, որ նրա հետ շատ մոտ էր, իր մեմուարներում գրելով ասել այդպես էլ Դովլաթյանը չկարողացավ հաղթահարել Փափազյանին։ Ոչ թե Օթելոյին, այլ Փափազյանին, իրոք որ աննար էր, մոտենալ իշոր բաներ անել, մեծ էր, շատ մեծ էր ինքը, էլի Փափազյանը այդ իսկ պատճառով ես միշտ էլ բանով եմ հիշում։ Հետաքրքիր է, որ ով է ձեր ամենասիրած դերասանը, այսինքն որ դերասանին դուք կցանկանայիք, որ միշտ նկարահանվեր ձեր ֆիլմերում։ Ես շատ դերասանների հետ եմ աշխատել, տարբեր մակարդակի եւ տարբեր ձևերի։
Օրինակ ասենք համատության մեջ տնենք, չէ՞, ասենք Ռոլան Բեկով եւ Արմեն Ջիգարխանյան կամ Խորեն Աբրամյան։ Վերցնենք Ռոլան Բեկովին։ Ռոլան Բեկովը մարդ է, որ նա ինձ ինչպես ասեմ իմ աշխատակցերին բռնող դերասան է, որտեղ ես շատ եմ սիրում իմպրովիզացիան, չեմ մտնում սցենարին, իսկ այդ կողմից մեծ վարպետ է Ռոլան Բեկովը։ Եվ մեծ հաճույքով ես նրա հետ աշխատում եմ այդ տեսակետը մտածենք։ Չէ՞ դա ցնցող բան է։ Ինչ եք ծիծաղում։ Ոչինչ։ Լսիր, դա իմաստուն մարդ է։ Դա խելքլխի մարդ է, չկարծես թե միամիտն է, նա իր տեղումն է։ Առասարակ տանջկա, ֆիզիկոսներին մի հավատացեք։ Նրանք բոլորն էլ ախր 20-րդ դարի տենորներն են։ Հիմա մայրերը ֆիզիկոս, փեսացուներ են ընտրում նույնիսկ 4-ով աշխատավարձը, իսկ հարսանիքի ժամանակ խմում են 20-րդ դարի կոլումբոսների կենացը։ Մոռանում են, որ Կոլումբոսն այժմ երևի լիներ էքսպեդիտոր 60 ռուբլի ռոճիկով, իսկ այն նշանավոր բուցեֆալ նժույգով, որով Ալեքսանդր Մակեդոնացին մտնում էր նվաճված քաղաքները, այժմ ուղղակի գոմախ բեն տեղափոխում դաշտ։ Այնպես որ ես ու Արտյոմը երբ շուտով դառնանք շրջանային մասշտաբի էներգետիկներ։ Ինչ վերաբերում է Ջիգարխանյանին։ Ջիգարխանյանը դա մեծ վարպետ է, շատ խորը մտքեր արտահայտել շատ հասարակ ձևով։ Եվ մի մարդ է, որի հետ ես հաճույքով աշխատում եմ մի պարզ պատճառով, որ կարողանում է դիալոգը փոխել, խոսակցությունը փոխել անհասկանալի միջոցներով այնպիսի խաղի, որ ինձ պետք չէ այդ դիալոգը լսել։ Կարողանում է հաստատել ամեն ինչը իր մտքով, իր աչքով, իր բիոլոգիայով, այսպես կարող է ասել, հա։ Ռազմիկ! Երկու ոչխարի փող եմ տվել։ Խանութում սենց բան կգտնես։ Քեզ էի փնտրում։ Մեռանք է սպեկուլյանտների ձեռին, ինչ է։ Պարտքս եմ բերել, կներես ուշացրի։ Այղցի քեզ ավազացնում, պարկաստու փողից լավ ենք, երբ որ կունենաս են ժամանակ էլ կտաս։ Դե ես հիմա եմ տալիս, վերցրու։ Այսօր գիշերը ուշ տանը կլնես, դուրն էլ չփակես, լավ։ Որ ինչ։ Որ ինչ։ Կգամ կնստենք, խոսանք, մեր հաշիվներն էլ կփակենք։ Դե ես հիմա եմ փակում, Սպասի, այ աղջի, սպաս։ Այսօր գիշեր որ քեզ մարդավարի պահես, ես փողով մի հատ շոր կառնես, ինձ քեզ նվեր, ոզուշ չա։ Ինգինն այդքան որոշեցիր։ Ոչ կարծախող ես։ Սպասի, այ աղջի, սպասի, բան եմ ասում, սպասի։ Թող եմ ասում։ Արիստե։ Կգորամ Արիստե, գինը դաստա բանը չեն գելի։ Արիստե, Արիստե, Գորա քեզ սովալ եմ Արիստե։ Արիստե, սենդ կդրի։ Արիստե, սպասի, Կանք Խորեն Աբրամյանին, էմոցիոնալ, վարպետ է, կյանքի ճանաչողությունը հոյակապ գիտի, կարողանում է յուրաքանչյուր դետալ որակավորել, կարողանում է յուրաքանչյուր էպիզոդ դարձնել, մենք այսպիսի բան ունենք էլ, որ ասում ենք այս տեսարանը ինչպես կոնցերտ լինի, այսինքն համերգի նման է գնում, մի փոքր տեսարան է կարող ամեն տեղ ցույց տալ։ Իսկ Ով է ձեզ իրավունք տվել։ Հարցնում եմ ձեզ, ով է թույլ լինելու իրավունք տվել։ Ով է ձեզ իրավունք տվել։ Ձեր մայրերը որ ծնել են ձեզ։ Թե ձեր հայրերը որ զրկելով իրենց հացի վերջին պատառից սնել են ձեզ, որ դուք ապրեք ու շարունակեք կյանքը։ Թե ձեր պապերն ու նախապապերը, որոնք մոխրի վրա տներ են կանգնեցրել, վարել են կոշտացած հողը և սերմ տվել նրան։ Կանգուցի այդ իրավունք տվել են ձեզ տերսավակները, որոնց ինքներդ եք լույս աշխարհ բերել, իսկ հիմա ինքներդ էլ ուզում եք զրկել արևի լույսից։ Այո, դուք ուզում եք դավաճանել ձեր զավակներին, ձեր հայրերին ու պապերին, այն կյանքին, որ տվել է ձեզ ճակատագիրը։ Մենք իրավունք չունենք հուսահատվելու, իրավունք չունենք թուլանալու կյանքի հավատը կորցնելու։ Մենք պիտի ապրենք, որպեսզի տեղ չմնա նրանց համար, ովքեր սովոր են սպանելու։ Ով է ձեզ իրավունք տվել հաշտվելու նրանց հետ, ովքեր ձեզ սպանում էին։
Պարոն Դովլաթյան, ներողություն ես մի հարց ուզում եմ տալ ձեր տիկնոջը, տիկին Իրենին, ինչ կասեք Ֆրունզե Դովլաթյան կինոդերասանի մասին։ Չի սիրում։ Շատ անհաջող հարց տվեցիք, որովհետև ինձ թվում է իր ամենաթույլ կողմն է։ Ես միշտ դեմ եմ եղել իր նկարվելուն, ճիշտն ասած։ Իսկ կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի մասին։ Օ, այդ շատ բարձր եմ դնում, ես շատ հաճույքով եմ հետ աշխատում։ Ամենայիմ սիրած դերասանն է։ То есть ռեժիսորն է։ Դերասան չի, իմ սիրած ռեժիսորն է, ես հաճույք եմ ստանում իբր։ Իսկ որ ֆիլմն եք ամենաշատը սիրում։ Խրոնիկա Երևանցի դնյայի։ Ինչու։ Չգիտեմ, ինչ որ մի բան կա այդ ֆիլմում, չեմ կարող։ Дело. Архив. Տիկին Իրեն, դուք ասացիք, որ միասին եք աշխատում։ Նույնպես կինոյի բնագավառում եք աշխատում։ Ես ինչունային օպերատոր եմ։ Ինչունային օպերատոր։ Կամ ձայնագրող օպերատոր։ Իր բոլոր ֆիլմերի հետ ես եմ։ Իմ բոլոր ֆիլմերը ինքն է։ Համարյա բոլոր։ Հեշտ է թե դժվար։ Դժվար է, բայց հաճելի։ Հետո վերջը շատ ուրախանում եմ նայելով իմ աշխատանքն էլ իրանն էլ։ Շնորհակալություն։ Պարոն Դովլաթյան, այքանի որ քիչ առաջ խոսեցինք դերասանների մասին, մի այսպիսի հարց է ինձ հետաքրքրում։ Եթե մեր հանրապետությունը լիներ արդեն հզոր հանրապետություն, հզոր պետություն եւ հնարավորություն ունենար, դուք հնարավորություն ունենայիք հրավիրելու ձեր ֆիլմերում նկարահանվելու ցանկացած դերասանի համաշխարհային մակարդակով, ում կհրավիրեիք։ Դենիրո առանց մտածելու։ Դենիրո։ Հետաքրքիր է։ Ես գիտեմ, որ ձեր որդիները ժառանգել են ձեր մասնագիտությունը, Դավիթը եւ Միքայելը։ Իսկ դուք ո՞ւց եք ժառանգել։ Ուրեմն ես ծնվել եմ Նոր Բայազետում, ժողովրդի ասած Քյավառում, Քյավառցին, Կամոյում իմել։ Այս մեր շրջանը շատ փորձություններ կրեց անունի տեսակետից, հիմա էլ են մտածում, թե ինչ անուն տան։ Մի խոսքով։ Սևանի ավազանում եմ ծնվել եւ շատ ուրախ եմ, որտեղ շատ եմ սիրում մեր երկիրը, շատ կարոտում եմ երբեմն, եթե չեմ կարողանում հաճախնել։ Այնտեղ իմ հայրս ինքը պրոֆեսիոնալ, այսպես ասած, փոստային աշխատող էր։
սկզբում հրագրիչ, հետո դիրեկտոր, տնօրեն եւ այլ եւ այլ։ Բայց դա մի կողմից։ Մյուս կողմից Դովլաթյանների ընտանիքը եւ հորեղբայրս եւ հորեղբորս տղամբանը եղել են Նոր Բայազետի թատրոնի հիմնադիրները։ Եթե դուք արտակ սովետական Հայաստան հանդրագիտարանը, այնտեղ այդ մասին գրված, որ Վաղիմակ Դովլաթյանը, այսինքն հայրս եւ իր քույրը Վարդանուշ Դովլաթյանը միասին ստեղծել են Նոր Բայազետի թատրոնը։ Փոքր հասակում ես լավ հիշում եմ, շատ լավ հիշում եմ, թե ինչպես հայրս ինձ տանում էր եւ ես տեսնում էի փորձերը։ Գիտեք ինչ, ռեպերտուարը շատ տարօրինակ էր, նոր ասենք Չարվոկի Անուշ եւ հետո Գոգոլի Ռևիզոր։ Այդ լավ հիշում եմ էլի։ Բայց մի ուրիշ բան եմ հիշում։ Այդ բոլորի մեջ ինչ-որ մի տեսակ շատ անկեղծություն կա, որովհետև յուրաքանչյուր դալիճում նստած, իսկ դալիճը միշտ լեբլեցուն էր լինում, որովհետև այդ ներկայացումները լինում էին ամիսը կամ տարին 2-3 անգամ, շատ լավ եմ հիշում, որ յուրաքանչյուր պերսոնաժին նմանեցնում էին Բայազետի որևիցե մի քաղաքացու։ Սա ասենք Վարդանյան Համազասն, ասենք քաղաքագլուխը որ գալիս էր, կամ Խլեսլակովը, սա բաննա, Գրիդոննա, Չեմանումովա, շատ ամբողջ դալիճը մի անգամից նմանեցնում էր եւ կապ էր հաստատում այդ տեսակ բանի հետ։ Անուշն էլ իհարկե օպերան էին երգում, բանի թարի եւ կամանչյունը վագի տակ։ Ովքեր լավ ձայնում էին, նրանց էին հրավիրում, որպեսզի կան։ Հայրս երգող էր, բացի դրանից էլ ձայներ երգը, բայց ֆլեյտա էր նվագում լավ։ Այնպես որ այդ կուլիսների կյանքը երևի դրանից բացի երբ որ ֆիլմեր էին գալիս, նայում էինք այդ ֆիլմերը, գնում էինք մեր տարի գլուխ ունենք, որտեղ գերզմա, գնում էինք այնտեղ խաղում էինք այդ նույն բաները։ Սկիզբը երևի ինձ թվում է, հետո մտնում էինք կոմը շատ լավ էր, որտեղ մութ էր, այնտեղից ինչ-որ մի հատ հայլով լույս էինք գցում, այսպես էֆեկտներ էինք անում եւ սկսում էինք հնարած բաներ խաղալ, կամ էլ տեսած կինո, հատկապես Չապաև բան, այսպեսի բաներ ինչ-որ մեր ժամանակ կար, Տարզան, Վիդոկ, այսպիսի համր ֆիլմեր կային այն ժամանակ ամերիկյան, որոնք մենք փորձում էինք մեր ուժերով խաղալ, դա պարզ է որ դիլետանտիզմ էր լրիվ, եւ երևի այդտեղից է ծնվել, որովհետեւ ես ուսումս չվերջացրած պատերազմի ժամանակ, պատերազմը սկսվեց եւ թողի ուղակի տնից փախա, պետք կար, չկարողացա ինձ պահել 15 տարեկան տղայի Միկոյանի ռայոն, հիմա Եղեգնաձոր այն ժամանակ թատրոնում խաղալ համար։ Դերասանները շատերին տարել էին բանակ, արդեն հերոս, այսպես ասած սիրահար հերոս չկար, եւ ինձ վստահում էին տերերը։ Շատ բաներ չէի հասկանում, խաղում էի, հետագայում եկա Երևան 42 թվին եւ Բեկնազարյան հանդիպում Բեկնազարյանի հետ եւ Դավիթ Բեկ։ Ես կուզեի, որ դուք ներկայացնեք ձեր որդիներին, դուք ասելով ես նկատի ունեմ երկուսիդ։ Ես ուրեմն ունեմ 3 որդի։ Դավիթը, Միքայելը եւ Ագատան, իմ աղջիկը, մեր աղջիկը, ասես։ Պարոն Դովլաթյան, քանի որ այսօր մեր այս հարցազրույցը աստղերև ճակատագրեր ծրագրում, ես ուզում եմ մի քանի հարց տալ ձեզ կապված երկվորյակներ համաստեղության հետ։ Ընդհանրապես ինչպես եք վերաբերվում աստղացույցներին։
Ես սնահավատ չեմ, բայց շատ եմ հավատում եւ սիրում եմ զբաղվել այդպիսի բաներով։ Նույնիսկ գիտես, ասում են դրանք շարլատաններ են, չգիտեմ ինչ են, բախտագուշակներին, բանին, ինձ համար շատ հետաքրքիր է։ Գիտեմ, որ այն չի, գիտեմ, որ գուցե հնարում է, նույնիսկ այն ցիգաններ են, գնչունները, որոնք ասում են փոխտու, բան, ինձ շատ հետաքրքիր է։ Թե ինչպես են արագ-արագ այդպիսի բախտդ գուշակում եւ նույնիսկ փողուզելն են մի քիչ փողն ուզում, մի քիչ խոսում են գծերի բանի մասին։ Դա մի տեսակ ինձ համար մի տեսակ աշխարհ է, որը հետաքրքիր է։ Հետաքրքիր է։ Իսկ երևի դրա մեջ տակիտություն էլ է երևի ինչ որ միտեղ Պետք է Ես այժմ ուզում եմ կարդալ մի քանի հատվածներ բնութագրից երկվորյակների եւ դուք ասացեք, համապատասխանում է ձեզ թե ոչ։ Երկվորյակները միշտ ուշանում են ժամադրություններից։ Լինի դա անձնական թե գործնական ժամադրություն, սակայն դա հատուկ չի արվում, պարզապես ճանապարհին ինչ որ մի բան շեղում է նրանց ուշադրությունը եւ նրանք մի պահ մոռանում են հանդիպման մասին։ Կա նմանություն կա։ Իսկ դուք ավելի շուտ կպատասխանեք։ Իրանից է գրած այդ։ Չէ, կա նմանություն, այո, լինում է, ինչ մեր կստացնում։ Ասում են, որ երկվորյակների համաստեղության եւ գրական տաղանդի միջև կա մի ամուր կապ։ Երկվորյակները գրեթե բոլորը օժտված են գրական շնորհքով։ Նրանք գրում են պիեսներ, վեպեր, բանաստեղծություններ, նույնիսկ հաշվետու զեկուցումներ, փաստաթղթեր եւ դասագրքեր, բացի նամակներից, հիշողություններից եւ օրագրերից։ Իսկ դուք։ Ոչ։ Ես միշտ էլ երբ որ մտածում եմ եղել ինձ մեզ գրել որից է սցենար, եթե նույնիսկ ինչ-որ բաներ գրել եմ թղթի վրա, անպայման վերցրել եմ պրոֆեսիոնալ սցենարիստ կամ պրոֆեսիոնալ գրող։ Անամփեր եւ անդադար բնավորությունը ստիպում է երկվորյակներին ծխել մի սիգարետը մյուսի հետևից։ Առանց սիգարետի նրանք կյանք չունեն, սիրում են նաեւ ալկոհոլը։ Նրանք խմող են, սակայն ոչ թե ալկոհոլիկ։ Իսկ դուք, Քյավառցի Ֆրունզե Դովլացյան, Գիտեք ինչ, սրանից մի տարի ու կես առաջ ես կարող եի ասել նույն ինչ որ Իրան ասեց, կարող եի ասել, որ այդ իմ մասին է գրված։ Ծխում էի շատ սարսափելի, 3-4 տուփ երբեմն ծխում էի։ Խմում էի ոչինչ, ընկերներիս հետ մեծ հաճույքով ամեն ինչով։ Բայց ինչ պատճառներով կապված իմ առողջության հետ, այդ բոլորը մնացին անցյալում։ Ոչ խմում եմ, ոչ ծխում եմ։ Երկվորյակները սիրում են արկածներ, ճանապարհորդություններ, հեշտ ձեռք են բերում նոր ընկերների եւ հեշտությամբ սիրավեպեր են սկսում։ Սիրում եք զվարճանալ։ Դա քիչ հարց է, բայց գրոջից ներգայությամբ զվարճանալ ինչու՞ չէ, ինչու՞ չէ։ Այս մի հարց եմ ուզում տամ, հիմա էլի կասեք կնոջս ներկայությամբ, բայց այնուամենայնիվ հետաքրքիր է։ Երկվորյակները ամուսնանում են մի քանի անգամ, բայց ինչքան ուշ են նրանք ամուսնանում, այնքան ամուսնական կյանքը ամուր է լինում։ Սակայն եթե նույնիսկ նրանք ամուսնանում են մեկ անգամ, նրանք փորձում են կոմպենսացնել դա 2 մեքենայով կամ 2 բնակարանով, 2 դիպլոմով, 2 աշխատանքով եւ այլն։ Ոչ մի 2, միակ։ Ես ամուսնացել եմ 2-րդ անգամ, առաջիկինս մահացել են, և արդեն 20 տարուց ավել են, ապրում ենք 25 տարի։ 25 տարի, այո, 25 տարի ապրում ենք և ոչ մի մեքենա, ոչ մի բնակարանի 2-րդ հարցը չկա։ Այս մի բնակարանն է, գոհ ենք և ունենք մի հատ մեքենա, էլի գոհ ենք։ Մենք ունենք երկուսովս։ Այնպես որ երկվորյակներին վերաբերող այդ հարցը երևի ինչ չի վերաբերվում։ Տիկիներն, այս հարցը երևի ձեզ է վերաբերվում, այն կինը, որը երկվորյակների հետ կհասնի ինտելեկտուալ ներդաշնակության, կարող է հանգիստ լինել։ Երկվորյակը երբեք չի դավաճանի ոչ ֆիզիկապես, ոչ էլ բարոյապես։ Ճիշտ է, նա բոլորին ժպտում է, բայց դա նրա բնավորությունն է։ Կինը երբեք չպետք է նախատի նրան այդ հարցում, հակառակ դեպքում նա կփոխի երկվորյակի բնավորությունը։ Ավելացնեմ, որ երկվորյակ ամուսինները խանդոտ չեն։ Ինչ կասեք։ Ինձ թվում է ամեն ինչ հակառակ։ Հակառակն է ամեն ինչը։ Չհասկացանք։ Իսկ նախատելը ինձ թվում է կյանքում առհասարակ միտք չունի։ Որովհետև միևնույն է դիմացինի խասյաթը չես փոխի, իզուր տեղը ինչ միտք ունի։ Թունավորել կյանքը, ինչ որ
խոսքերը չեմ գտնում։ Դա, բայց նախատելը դինում է երբեմն էլի դենտանիկային։ Ում հետ չի լինում։ Այդ չի լինում, այո, անգամ այն ճիշտ է։ Բայց ապրի, Իրան եթե այդպես ասես, դա ինձ լավ է։ Գոնե խոսքով է տենց ասում։ Պարոն Դովլաթյան, երկվորյակը կարող է փայլուն առաջնորդ լինել։ Բոլոր կենթանակերպի նշաններից ամենաշատը նրան է սազում պրեզիդենտական աթոռը։ Ինչպես եք վերաբերում քաղաքականությանը եւ երբևէ երազել եք պրեզիդենտ լինել։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք եղել են պրեզիդենտներ, ոչ բոլորն են արդարացրել, որ իրենք կարող են լինել իրոք պրեզիդենտներ։ Բայց կան մարդիկ, որոնք դարաշրջան են կազմում, դա մեծություններ են։ Բայց համենայն դեպս ես միշտ մտածել եմ այսպես, հետևյալ կերպ էլի, որ եթե ես կանգնած եմ կինոխցիկի մոտ եւ ղեկավարում եմ մի ամբողջ կոլեկտիվ, եւ այդ ես ինքս չնկատելով ես հասկանում եմ, որ ես արդեն լիդեր եմ ինչ որ մի բանի։ Ինձնից կախված է ինչ որ մի բան։ Ես պետք է ղեկավարեմ, կազմակերպեմ ինչ որ մի բան։ Եվ եթե կարեն ինձ հաջողվել է ինչ որ ֆիլմեր նկարել կոլեկտիվի հետ, որը ես ղեկավարել եմ, ուրեմն ինչ որ կա ինձ մոտ այդ հասկացողությունը, որ ես կարող եմ ղեկավարել, ուրիշ ոչինչ։ Առաջ չգնանք, պրեզիդենտ թող դառնա մարդիկ, որոնք ցեկտում ունեն պրեզիդենտի։ Բայց ես միշտ ասել եմ, էլի քաղաքականությունը բարդ բան է։ Փորձեցի զբաղվել քաղաքականությամբ, մի 2 տարի եղել է սովետական միության պատգամավոր դեպուտատ, ինչպես ասում են, դա շատ բարդ աշխարհ է, շատ բարդ բան է։ Դու գործով կարող ես այդպեսին լինել։ Իսկանում ես այդպես է։ Դե ինչ շնորհակալություն, ուզում եմ եւս մեկ անգամ շնորհավորել ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ մեր ողջ ստեղծագործական խմբի անունից եւ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր տիկնոջը եւ հուսանք, որ շուտով մեր հեռուստադիտողը կտեսնի ձեր այս նոր համատեղ աշխատանքը եւ արժեվում դեռ շատ նոր հետաքրքիր ֆիլմեր։ Եվ կտեսնի ոչ միայն Ֆրունզե Դովլաթյան կինոռեժիսորին, այլ նաեւ Ֆրունզե Դովլաթյան կինոդերասանին։ Ժողովուրդ, հավատացեք իմ խոսքին։ Ես ձեզ հասկանում եմ, սխալ տեղ եք եկել։ Խոսած, այնը տակ տեղից է գալի։ Հա։ Կռվել եք ուզում, կռվի տեղն ու ժամանակն էլ կգա։ Հիմա խնդրում եմ զգուշ եղեք։ Շարից, փորձանքից հեռու։ Գնացեք։ Թողեք մի բան ասեմ։ Այ հայրիկ, հասկացիր, որ մի կապիտան Իսարոյան ձեզ ոչինչ չի անի։ Յուլի բերան եք քցում, բայց նրանք զինվոր են։ Դուր գտած դուր եկեք սորից։ Մեր սերմուրը վերջապես։ Ես չեք կազմում մեր մորը չորանա։ Մեր երեխեքին ուր եք գործնում։ Կասացի, սպասեք։ Այ մեր ինչ ես սրը գլուխդ կսարը։ Սպասեք, Aman երեխես։ Ինչ, դու էլ փոս սիրակը, թող ասում եք։ Լավ էլի։ Ներկա։ Ամա դամոթ է։ Դու ո՞տ անբանական չկարտասելու պիտի կարտաս։ Չէ, ես դամբանական կարտացող չեմ։ Չէ։